Զապել Եսայանը շատ լավ էր հասկանում, թե ինչ էր կատարվում այդ օրերին Թուրքիայում։ Դեռ 1909 թվականին նա մեկնել էր Ադանա, ականատես եղել բազմաթիվ ոճրագործությունների եւ այդ ամենը վավերագրել իր ավերակներու մեջ գրքում։ Զապել Եսայանը տարիներ անց հրավիրվել է Խորհրդային Հայաստան եւ որոշել մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Խորհրդային Հայաստանի գրողների միությունում մի անգամ նրան հարցնում են, թե ինչպես կարող էր հրաժարվել Փարիզի բոլոր հարմարություններից եւ տեղափոխվել անհարմար Երևան։ Այդ անհարմարությունները չնչին են ինձ համար, քանի որ ես ինձ նվիրել եմ մեր երկրի ապագան կառուցելուն։ Այսպիսի պատասխանը ձեզ բավարարում է, պատասխանել է արձակագիրը։ Թեև Զապելը կարողացավ փրկվել հայոց ցեղասպանությունից, նա դարձավ իրեն պատուհասած մեկ այլ չարիքի ստալինյան բռնաճնշումների զոհը։ Նա մեղադրվեց լրտեսության համար, ձերբակալվեց, սպանվեց Բաքվի բանտում անհայտ հանգամանքներում։